Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ համատեղ։ Ըստ տեղեկության, իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութեր ներկրվելու Հայաստան։ Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցեցին նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, քննչական կոմիտեի ու ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ։ Հոկտեմբերի 11-ին ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ և 39-ամյա մի օտարերկրացի, 35-ամյա տղամարդու և օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվեցին քննչական վարչություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ձեռնությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվեց 3 փաթեթ, ընդհանուր 8 կիլոգրամ 370 գրամ քաշով, դրանից 5 կիլոգրամը մեթամֆետամինի, 3 կիլոգրամ 370 գրամը մարիխուանայի նմանվող զանգվածներ էին, և սա դեռ ամբողջը չէր։ Շարունակելով օպերատիվ տեղեկության իրացումը, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած ավտոմեքենայով հանդերձ նախաքննական մարմին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ Արդեն հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խոզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2 կիլոգրամ 50 գրամ զանգվածով փաթեթ։ Բոլորն էլ կալանավորվեցին։ Հոկտեմբերի 12-ին դարձյալ դատարանի որոշմամբ խոզարկություն կատարվեց նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած Էջմիածնում գտնվող քոթեջում։ Հայտնաբերվեցին 238 գրամ հերոինի, 144 գրամ ապիոնի և 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։